Ընդհանրապես մենք նախատեսել ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բազմազավակ ընտանիքների մասով, նրանք ովքեր ունենան 4 եւ ավել երեխաներ, յուրաքանչյուր երեխայի համար մարզում ստանալու են բնակարան, յուրաքանչյուր եւ հաջորդ երեխայի համար։ Սա վերաբերվելու է ինչպես Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, այնպես էլ նաեւ Հայաստանի քաղաքացիներին։ Այս բիզնես ինկուբատորները, որոնք որ կազմակերպելու են, լուրջ ուշադրություն է դարձվելու, որպեսզի տեղահանված անձինք ինքնազբաղվածության եւ բիզնես հնարավորություններից օգտվեն եւ կարողանան դառնալ ինքնաբավ։ Իհարկե նաեւ իրենց բնակարանային խնդիրները, կրթական հնարավորությունների ապահովումը եւ մնացածը լինելու է պետության ուշադրության ներքո։ Բացի դրանից կարևոր է հիշատակել, որ մենք չենք հրաժարվելու մեր արցախցի հայրենակիցների իրավունքների պաշտպանությունից, այսինքն միջազգային դատարաններում առկա հայցերը, որոնք վերաբերում են իրենց գույքային եւ վերադարձի իրավունքին, մենք ջատագովել ենք, որպեսզի ստանան հնարավոր ամենալավ լուծումը եւ իրենց իրավունքները լինեն պաշտպանված։ Իհարկե, ինչի՞ չէ, էլի մեր մարդիկ են, էլի մեր հայ ազգն է։ Ինչ տարբերություն, եթե Արցախ եղել է այդքան տարիների ընթացքում, հիմա մեր, չգիտեմ, տարբեր ասեկոսներ են ասում մարդկանց, տարբեր, չգիտեմ, օրինակ իրանք Ղարաբաղցի են, Արցախից են, բայց հայ ազգ են։ Հիմա մեզանից փոքված, այս պահիդրությամբ էլ մերը չի Արցախը, բայց մեր երկրում են ապրում։ Հիմա ինչքան որ կարող են ինտեգրվել, ավելի լավ, ուրախ ենք մենք, պետք չի, մենք մեր մեջ, չգիտեմ, ինչ-որ բաներ մանգանք սկսենք իրար վրա ցեղ շպրտել։ Գիտեք, ես ինքս փախստականի թոռ եմ։ Հայաստանի Հանրապետությունում երևի մեծամասնությունը փախստականների թոռներ են։ 100 տարի առաջ, երբ որ մենք մեր տատերից ու պապերից ենք լսել, երբ որ գաղթել են մեր պապերը, նույն կերպ ստեղ բնիկները այն ժամանակ ասել են գաղթական, եռլական, նույն կերպ վարվել են գաղթականների հետ։ Ջուր չեն տվել, սնունդ չեն տվել, օթևան չեն տվել, առհամարել են ինչու փախակ, մնայիք ձեր երկիրը, պաշտպանեիք։ Այդ նույն խոսույթը այսօր կա, որը որ շատ վտանգավոր է։ Գիտեք, անկախ նրանից Արցախից է, Արմավիրից է, Գյումրիից է, թե Արարատից է, նա հայ է։ Նա հայ է, որը որ իր կամքով չի լքերատում։ Մենք ունենք ծրագիր, Արցախցին պիտի վերադառնա Արցախը, թե ոնց, դա մենք գիտենք ոնց։ Սա մեկ, երկրորդը, ես ուզում եմ խոսքս հասնի Գյումրեցուն, Արմավիրցուն, Արարատցուն, Սյունեցուն, չգիտեմ, Լոռեցուն, որ ոնց դուք այսօր վարվում եք Արցախցու հետ, չտա Աստված, վաղը դուք տարահանվեք ու գաք Արմավիր, Արմավիրցին քեզ ասելու է, դու Լոռեցի գնաս տեղից։ Այս խոսույթը միտումնավոր մցրած է, ինչ մեղք ունի Արցախցին, Արցախի համար մենք կյանք ենք դրել, Արցախի համար շատ եղբայրներ, ես հարազատ եղբայր, հարազատ եղբոր որդի եմ կորցրել, ես ինքս Արցախում կյանք եմ դրել։ Ոնց կարելի է այդ մարդկանց, հա կարող է չկա մի գյուղ, չկա մի շրջան, որտեղ որ վատն չկա, լավը չկա, բոլոր տեղերը կան, ինչու է վերցնում մի հոգու ու այս մի հոգով չափում ամբողջ ժողովրդին։ Արցախցուն պետք է վերաբերվել որպես քո հարազատ եղբորը, որդուն, քրոջը, որտեղ նա իր կամքով չի տեղահանվել։ Նա պետական կառավարման, պետական քաղաքականության սխալի արդյունքում է կորցրել իր տունը։ Եվ քարոզարշավի ընթացքում նկատում ենք թիրախավորում Արցախցին։ Այո, ես այսօր, քանի որ ինձ թույլ տվեցին, որ զրուցեմ, ես սկսեցի քննել համացանց ու տեսա միտում Հայաստանցուն հանել Արցախցու դեմ, Արցախցուն Հայաստանցու դեմ, սա շատ վտանգավոր է, չտա Աստված, որ բախում լինի, չտա Աստված, ես աղոթում եմ դրա համար, որ չլինի այդ, որովհետև միտումնավոր է սա արվում, որպեսզի ինչ է նշանակում, խոսքի այսօր նայում եմ պաշտպանության նախարարը մարդկանց ասում է ինչու դուք չեք մեռել, սա ինչ խոսք է պաշտպանության նախարարի, այսինքն դու խիչ ես մեռել, այսինքն դուք խիչ եք մեռել,
Ես եմ մեռը, ես կորցրել եմ, ես մեռած եմ 5 տարի։ Ինչ է նշանակում սա, Արցախցուն ասել դու քիչ ես մեռը, դու եկել ես դե։ Սա միտումնավոր կազմակերպված ազգին հանել իրար դեմ։ Այ Աստվածաշնչում որ գրված ազգ ազգի դեմ պետք է լինի, հայրը որդու դեմ, չգիտեմ, քույրը քրոջ դեմ, սա կատարվում է այսօր Հայաստանում։ Անտերության է մատնված, քաոս է տիրում, թմրամոլությունը, թմրանյութերի տարածումը, սպանությունները, հանցագործությունները, չեմ ուզում ես մասին հիմա շատ ծավալվեն, բայց տան ծնողը չկա, տունը քաոսի է վերածված։ Շատ ամենացավոտ հարցերից մեկն է իրականում Արցախի մեր հայրենակիցների այս վիճակը։ Ես չեմ համարում, որ Արցախի Չեմ համարում, որ Արցախի կորուստ անդառնալի է և մեր հայրենակիցներին մենք պիտի գուրգուրենք, փայփայենք, ինչպես նաև մեր պապերն են ժամանակին եղել գաղթական, իրենց հայրենի բնօրրանից արտագաղթելով և պետք է ունենանք հնարավորություն, որ կազմակերպենք նաև մեր հայրենակիցների արժանապատիվ վերադարձին իրենց հայրենի օջախներ, ինչպես որ ես երեխա ժամանակ դեռևս հիշում էի, մեր պապս երբ որ դուրս էր գալի բակ, ասում էր, Երգիրը մի անգամ էլ տեսնենք գոնե նոր մեռնի։